Ողջույն ժողովուրդ ջան, ես գտնում եմ Սևանի Գեղամա հա նավահանգստում, հանգստի գոտին, դե մեր համար նավահանգիստ է, էլի։ Ուզում եմ ձեր հետ կիսվեմ, բայց մեր հետ են նաև հետաքրքիր զուգադիպությամբ, քանի որ ես վերաբնակվել եմ Արարատի մարզում եւ Արարատի մարզի Մղճան գյուղից Մղճան գյուղից ներկայացեք Վարդանն Վարդանն էլ ըստե ինշանաչելա հետաքրքիր գիտեք որն է որ Վարդանի փոխարեն կարանել Մարկոսը ինձ ասել հլա արես թե ապտեկ ջան բաց sense թեմա կա բան թեմա չկա ուրեմն ես ու Վարդանը մեր ախպերը մյուս Կարենը դու ելես Մղճանից Մրգավետ կողքի գյուղն է հա Մրգավետից էլ տենում եք Մղճանից Մրգավետից եւ խոր վիրապից հավաքվել ենք Սևանի լողավազանը մեր մայր Հայաստանի մեր հարստությունն է էլի դե ինչ անեք որ չունեք Կասպից ծով չունենք միջերկրական ծով ու սև ծով սրանով բավարարվում եք իմիջիալոս շատ լավ մաքուր տեղ է ջրի գույնը հա ես պետք է անպայման ցույց տամ նայեք այս մասը տենց մոխրագույն այն մասը կապույտ մի քիչ այն կողմ սա մաքրության մասին է նաև խոսում շատ լավ տեղ է ժողովուրդ ջան ես ուզում եմ ձեզ ծանոթացնել առանց նայեք ես հա ամբողջությամբ ցույց եմ տալիս հա միշտ ասել եմ որ Սևանում կյանքում չեմ եղել առաջի անգամ եմ բայց եւ մյուս տարի եւ եթե այս տարի էլի հնարավորություն ունի ես կուզենայի նորից այս նույն տեղը ես անցկացնեի որովհետեւ իսկապես մաքրությունը ապահովված է ավազա այս նույն ծովի մաքրությունը եւ ավազի ես տեսել եմ Սև ծովում եւ Ազովի ծովում Դուբայում չկա հա Ես Դուբայում չեմ եղել բայց հավաստիացնում եմ որ Դուբայում նույնիսկ ես գույները չի եղել Գևորգ ջան դու ո՞նց ես տպավորված ասեն Ղարաբաղցի տղա ես հիմա վետի մեզ բնով ֆորմիդաբլ կոմոդ ոնց է ոնց ես այդ վայրը սա Ես լրիվ լավ եմ զգում իմ հայրենիքի մյուս հատվածում եմ ոնց որ փոքր ննջասենյակից դուրս գա մի ուրիշ ննջասենյակում մի քիչ մեծ ննջասենյակում հա հայրենիքը մեզ շատ մեծ է եթե Ղարաբաղով չի ավարտվում որովհետև Ղարաբաղից են կողմել ունենք Դաշտային Ղարաբաղ ունենք Արևմտյան Հայաստան ունենք Նախիջևան որը կգա բարին հետը Գևորգ ջան որ իրոք էլ Ղարաբաղը մեր կլի մեր հենց զոհված տղերքին ավերժպար Մղճանից Անոքի լավ ախպերների մենք Զոհված, անհայտ կորած, Տարոն Անդրեսյանը, մեր հերոսը, Մղճանից ախպեր Տարոն Անդրեսյանը։ Բանը, ցայտախպիր կար։ Չէ, Մղճանում ախպեր Տարոն Անդրեսյանը, Արութ Անդրեսյանի տղանա, մեր ախպերն է, 90-ականներին Արութն էլ է պատերազմում մասնակցել ախպեր։ Հա, տես ես գիտեմ ինչի իմ մասից։ Այդ բուրակ կա իրան լավ, սիրուն Արութը Սարքել հովանավորել են, օգնել են, շատ ուժեղ Տարոնին այդ լավ շարժանքով կարող է բանկելի Մղճան որ կանցես մտի անպայման ես կմտնեմ Մղճան եկել եմ մի քանի անգամ բայց տարբեր տենց գործերով հատուկ դրա համար էլ արժե մի հատ ներկայացած որ Տարոն Անդրեսյանը ինքը հայրենասիրության ամենաբարձր ցուցանիշն է ցույց տվել որ կյանքը եւ իր առողջությունը եւ իր ընդհանուր որ գիտեմ կայնավ ասեց արա դուք վախկոտ եք, դուք էդ եք, են եք, իրա խոսքը ասեց, բայց գիտեր ուլտի մահանար, իմացյալ մահ ախպեր, Տարոն էդ կայլին գնաց ախպեր։ Իրա ծրողները Մղճանում է, Արութ Անդրեսյան, 90-ականներին ինքը մասնակցել է պատերազմին ախպեր, լավ ձևով, դիմից որ Արտաշատից գալիս է դիմդրով անցնում ես, պրիզդը, ծախի վրա իրա ուշարձանն է, շատ ծինում, կայցել ես, կնկարես, անպայման ես կայցել, ծաղիկներ կդնես, հա, դուք էլ ապրեք, տեսեք ժողովուրդ ջան, իսկապես լավ մարդիկ Հայաստանի տարբեր գյուղերում, քաղաքներում կան եւ ես վատ մարդ չեմ համարում ոչ մեկի, մեր հայերն են բոլոր այն մարդիկ ովքեր որ սխալմամբ ինչ որ բաներ են թույլ տալիս իրան, ինչ որ լսած զայնագրություններով, ինչ որ լսած պատմական վեպերից կամ գերարվեստական գրքերից ինչ որ, չգիտեմ էլի նժդեհիստի գրամեցից բաներ են արտացոլում, բայց իրանք էությամբ այդ չէ, խելոք մնա տղա ջան։
էլ իմ անդաստիրակ նարեկ, նա դեր դաստիրակության լիքը աշխատանք ունի տանելու։ Մենք գեղամա հանգստյան գոտում ենք, չէ՞ դեպքում։ Գեղաման հանգստյան գոտին։ Ժողովուրդ ջան, իսկապես իսկի տերերին էլ չեմ ճանաչում, անկեղծ ասած չեմ էլ, ես ընդհանրապես հասցրել եմ ձի քշեմ, ես հեսա կարճ տեսանյութ կտեղադրեմ նաև ձի քշելուց, 20 տարի առաջ եմ վերջ անգամ ձի քշել, բայց դուք տեսեք գեղամա հանգստյան գոտին ինչ լեցուն է, չգիտեմ ժողովրդին զանից դժգոհ կլնեմ, որ իրաց նկարահանում եմ, բայց դե սա մեր հայրենիքն է, մեր հայրենակիցներն են, մեր Սևանա լիճն է, կամ գեղամա ծովն է։ Այսքանը։ Եմիջալոց ժամը քանիստ է, ես որ ժամին եմ գտնում, 16:30 ժամանակի դրությամբ հուլիսի քանիստ է, 30 հուլիսի 30-ն է, ես այս պահին գտնում եմ գեղամա հանգստյան գոտում, մինչև իրիկուն էստեղ եմ ելնելու, կարող եք նաև, եթե ցանկություն ունեք, այս պահին դուք իմ տեսանյութը տենում եք, իմ եթերը տենում եք, կարող եք նաև մեզ միանալ։ 3 տարի ապրելով Հայաստանում առաջի անգամ ես կարողացա նաև ժամանակ եւ հնարավորություն գտնել հանգստանալ։ Շատ գոհ եմ, բայց անկեղծ ասած չեմ թաքցին, ես հələ չեմ թրջվել, չեմ լողացել։ Սևան չգաս, չլողանաս, դա ապել է։ Ածագործությունա, բայց ես տես չէի ասի, որովհետեւ Սևան գաս ինքը աղի լիճ, աղը օրգանիզմը քաղցրահամ է։ Այս մաքուր օդը Անք արդեն փոքրից մաքրում է։ Ես զգացի։ Եվ որ ջան, հումորի պարոն եմ ասում, Ղարաբաղ մարդը ասում, Ղարաբաղ գաս, մեր տուն չգաս։ Հա։ Բայց Սևան, գաս, չգրճվես, չլողանաս։ Լսեք, նայ Ղարաբաղցի մարդիկ կլինի կարծակ եք ասեն, ոչ ես պաշտպանը։ Չասեմ մարդ կար, չեմ ասում։ Մարդ կար, ապել հա։ Ոսե իմ հետ զինվոր կար Երևանցի, ասում էր գաս Երևան Գև ջան, ցավդ տանեմ, չգաս մեր դու ցավդ էլ տանեմ։ Էդի հումորի պարոն է։ Սարմիլ հարգում եք, Հա, բա պետք է միայն այս զրույցները պետք է անեկդոտային եւ հումորային ժանր են։ Ես չեմ պատկերացնում լրջացնել։ Շատ դժվար ապրումներ, ապրին, աղբեր դժվար օրեր անցկացրին, իրանց համար շատ դժվար է, բայց ինչ անես, աղբեր էտա։ Հա, Ինչի դա դրանով պետք է տեղավորվենք աղբեր։ հա բալաս։ Ասայտի զուտ մագդամ, Իհարկե, քաղաքական չի, դա կատակ։ Անգելական ժպիտ մեռնեմ սրտիդ այս մոմենտը։ Բոլորիդ լավ հանգիստ սիրելի հայրենակիցներ, Սփյուռքում ապրող եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող կապ չունի, որ ծայրամասային գյուղում կլինի, որ մի հեռավոր քաղաքում մարզում կլինի։ Ես ձեզ առաջարկում եմ, որ գաք հանգստանաք Սևանի ափին, որովհետեւ մեր միակ մեծ լիճը եւ ամբողջ աշխարհի կողմից ճանաչված Սևանա լիճը դա ամենահով, ամենահանգստավայրն է։ Էլ չեմ ասեմ Սևանի Սիգան իշխանը, որովհետև Խորովածանը քեզ կանչենք։ Լսեցիք չէ ժողովուրդ։ Էտել եմ նկարը անելու, եթե դրած ապեր, հա, կնկարես ցելս, ապի։ Չէ, առանց դրանը ոչ նորմալ, հա, կուշտենք։ Բայց նկարանես ցելս։ Հա? Լավ, էդի առանց եթեր կգնի։ Պետք է տեսանյութով կնկարանում գցեմ։ Այդտենց լավ ժամանակներ եք անցկացնում, դեռ այն որ գյուղն է, որ դրոշ կա, մեր երագույնը դրած է։ Ապեր դեպի հիմա Քավարի ճամփեն արդեն։ Հա։ Մարտունու հերո է, այդ Քավարիյանն արդեն, մտմես Քավարիյանն էլի։ Հա, Քավար հասկացա։ Մենք Դիլիջանի ափն ենք ոնց Հասկա, հա, Դիլիջանի։ Դեպի Դիլիջան գնացող ափ։ Հա, մենք գտնում ենք հյուսիս արևմտյան մասում, բայց յանի հյուսիս արևելյան մասում։ Բայց հերվից է երևում դրոշ չեմ կարող, չգիտեմ ձեզ ցույց տամ։ Հələ տեսեք, մի վարքյան ես պատտեմ ավելի շուտ։ Մի վարքյան։ Տեսակ դրոշը մեր։ Չգիտեմ բաց որ գյուղն է։ Այդտենց ժողովուրդ ջան, 3 տարվա մեջ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրում եմ եւ ժամանակ եւ ինչ որ հնարավորություն ստեղծեցի որպեսզի գամ ստե հանգստանամ։ Սիրով կհանգստանամ նաեւ այն մեր հայրենակիցների հետ, ովքեր որ կցանկանային Սփյուռքից արտասահմանից գալ Հայաստան եւ ուզենալ հանգստանալ իմ հետ միասին։ Կփորձեմ ժամանակ գտնել նաեւ ձեր հետ ժամանակ անցկացնել, որովհետեւ ես վայելում եմ Սևանի օդը, Սևանի
բույրը Սևանի հյուրասիրությունը եւ ընդհանրապես Սևանա լիճը։ Հա, ձեր հետ է սիրո կամերա։ Պահպանի մեր հայրենիքը, մեր հողը, մեր ամեն ինչ։ Այդքանը, լավ մնացեք ժողովուրդ ջան, համեցեք գեղամալ լճապ։ Հաջողություն բոլորիս։ Սան գոտի։ Всё, հա։ Հաջող։